Սոցիալական մեդիայում, ինչպես նաև ավանդական լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվական հոսքի պայմաններում դժվար է ճանաչել ու վերահսկել հանրային խոսքի սահմանները։ Առցանց հարթակներ մտնող արտահայտությունները, մեկնաբանություններն ու կարծիքները չեն տարբերակվում ազատ խոսքի, քննադատության կամ ատելության խոսքի դրսևորումները։ Մեդիա փորձագետները խոսում են իրավական եւ մեդիա կարգավորման գործընթացների մասին։ Խոսքի ազատությունը չի ավարտվում, ուղղակի դրա փիլիսոփայությունն այնպեսին է, որ այն պիտի հավասարակշռվի պատասխանատվությամբ։ Եթե պատասխանատվության համակարգերը չեն գործում, դա այն բանի նկուղի սնգերի պես կարող է աճել, ծալել, ծաղկել, զորանալ, լցվել տաները եւ այլն եւ այլն։ Դրա համար կարգավորումներ են պետք։ Մեր երկրի օրենսդրությունը հատուկ բաժնով չի սահմանում ատելության խոսք։ Քրեական օրենսգրքի մեջ բազմաթիվ հոդվածներ կան, որոնք այս կամ այն չափով առնչվում են ատելության խոսքի պատասխանատվությանը եւ դեռ թերի են դրան։ Այդ ծայրից ծայր գրած կարդացած փաստաթղթում կան կետեր այն մասին, որ չի կարելի ատելության խոսք եւ այլն։ Եվ դրա շրջանակներում հարթակները ինչ որ գործիքներ են ներկայացնում, այդ թվում երբ դուք տեսնում եք ատելության խոսք, ցանկացած մարդ, ով տեսնում է ատելության խոսք, կարող է դա բողոքարկել, ներկայացնել report, եւ փորձից շատ դեպքերում այդ report-ները բավարարվում են եւ ատելության խոսք ներկայացնող մեկնաբանությունները, գրառումները կարող են ջնջվել։ Նախընտրական շրջանում թե հանրային քաղաքական լարվածության պայմաններում սոցիալական մեդիան եւ որոշ լրատվամիջոցներ հաճախ դառնում են ատելության խոսքի տարածման հարթակներ։ Դա արտահայտվում է ոչ միայն հրապարակվող նյութերում, այլև բաց մեկնաբանությունների բաժիններում, վիրավորանքների, թշնամանք հրահրող արտահայտությունների եւ ծայրահեղ գնահատականների տեսքով։ Մեդիա փորձագետների կարծիքով որոշ հարթակներ, բարձր դիտումներ եւ ակտիվություն ապահովելու նպատակով երբեմն չեն սահմանափակում նման բովանդակության տարածումը, ստեղծելով չվերահսկվող միջավայր ատելության խոսքի տարածման համար։ Գիտեմ, որ մարդիկ հակված չեն բացելու հոդվածը կարդալու եւ տեղադրում են կոնտեքստից դուրս վերնագրեր, ձևակերպումներ, որոնք բավականին ծայրահեղական են, բնականաբար մարդիկ նայելու են լուսանկարը, կարդալու են վերնագիրը եւ սկսելու են ինչ-որ բանավեճերի մեջ մտնել մեկնաբանությունների դաշտում, եթե ցանկանում են բացառել ատելության խոսքը, պիտի փորձեն ավելի կառուցողական ձևով տարածեն, այն նյութերը, որոնք որ պատրաստում են։ Ես շատ վաղուց համոզմունք ունեմ, որ անօրինական փողերով աշխատող եւ կառավարվող լրատվամիջոցները մեծ ճակերտավոր ներդրում ունեն ատելության խոսքի զարգացման եւ պահպանման հարցում։ Եւ եթե փորձենք պատկերացնել, որ սև փողերը կամ անօրինական փողերը ինչ-որ մի հրաշքով իշխանությունը չի անում, չի ուզում անել դա, հեռացվում է լրատվական համակարգից ընդհանրապես, ես կարծում եմ, որ ատելության խոսքի բոլոր դրսևորումների ծավալը զգալիորեն կրճատվելու է, որովհետև քիչ են լինելու այն անձնազոհ կամիկաձեները, որոնք անվճար կամավորաբար պիտի այդ աղբը արտադրեն եւ տարածեն։ Շատ դեպքերում սոցիալական մեդիայի որոշ հարթակներ ինքնուրույն եւ ավտոմատ սահմանափակումներ են կիրառում հայոյանքի, վիրավորանքի եւ զերծպարտության տարածման նկատմամբ, մինչդեռ այլ հարթակներում նման կարգավորումներ չեն անում, դաշտը մնում է բաց։ Հետևանքում, խնդիրների դեպքում պատասխանատվության հիմնական բեռը հաճախ կրում է հենց լրատվամիջոցը։ Քաղաքական գործիչները քաղաքական գործիչ են, իրենք չունեն լրատվամիջոցի էթիկայի կանոնագիր, իրենք ամպլիֆիկատորի էֆեկտ պիտի չունենան, հասկանում եք, նույն Facebook-ը, որ իր կանոնագրերում ասում է, որ քաղաքական գործիչներին ես չեմ մոդերացնում, որովհետև ես ուզում եմ, որ մարդիկ իրենց քաղաքական գործիչների իրական պատկերը տեսնեն, բայց այլ լրատվամիջոցներին մետան պատասխանատվության ենթարկում է։ Խնդիրը նաև արհեստական բանականությամբ ստեղծվող մեդիա բովանդակությունը, որը հաճախ դժվար է բացահայտել եւ տարբերակել իրական տեղեկատվությունից։ Այն կարող է մոլորեցնել թե լսարանին, թե լրագրողին, հատկապես ընտրությունների նախաշեմին, երբ տարածվում են զրպարտող եւ մանիպուլյատիվ նյութեր։ Տեսալոսողական մեդիայի մասին օրենքում փոփոխություն կա, որի համաձայն լրատվամիջոցները պարտավոր են դա մակնիշել, Instagram-ի, Facebook-ի ներքին կանոնագրերով դուք պարտավոր եք մակնիշել, եթե դա արհեստական բանականությամբ է ներկայացված, եւ եթե դուք չեք մակնիշում ու մետան ինքն է հայտնաբերում, կարող է օգտահաշվի վրա դույժ գա։ Հիմա ցավոք սրտի այն պատուհանն է, որտեղ գրեթե լուծում չկա։ Այնուամենայնիվ, ահագին քաղաքական գործիչներ ծախողվել են թյուրիմացաբար մտածելով, որ ընտրությունները կամ կյանքը համացանցում է, Facebook-ում է կամ ինչ-որ մի տեղ է, հետո ցավոք դաս չեն առել, էլի, լուրջ դեմքով
համարում են, որ եթե այսքան լայք կա իրենց գովազդների տակ, քաղաքական գովազդի բանի տակ, որ հաստատ անցած են, կրած են եւ այլն եւ այլն։ Հա, իսկ կերակնահատվում է համացանցային մեդիայի նշանակությունը։ Մեդիա փորձագետների մի խումբ գործարկման փուլ են բերել սոցիալական մեդիայում ատելության խոսք, վիրավորանք եւ հայոյանք պարունակող մեկնաբանությունների ու գրառումների ինքնակարգավորման միջոցով ջնջելու կամ թաքցնելու համակարգ։ Այն ունի տարբեր զգայունության աստիճաններ եւ կարող է արդյունավետ գործիք լինել հատկապես լրատվամիջոցների համար։ Գործիքը ավելի լայն օգտագործման համար է նախատեսված, օրինակ երեխաների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների, իրավապաշտպանների հարցերով զբաղվող կազմակերպությունների համար, որտեղ զգայունության մակարդակը բավականին բարձր պիտի լինի եւ որտեղ անգամ սարկաստիկ բնույթի մեկնաբանություններ չպետք է լինեն, հա, այս process-ը մենք միշտ աջակցում ենք ու խորհրդատվությունը տրամադրում ենք, մեզ որոշ ԶԼՄ-ներ արդեն թիմել են ընտրությունների կոնտեքստում, որպեսզի մենք աջակցենք իրենց։ Ինքնակարգավորման մեխանիզմներն ու գործարկվող հավելվածները դեռևս չեն ապահովում ատելության խոսքի տարածման ռիսկերի լիարժեք նվազեցում։ Հիմնական շեշտը շարունակվում է դրվել զգոնության, ինչպես նաև քաղաքական եւ ոչ քաղաքական բովանդակության ստուգման ու կանոնակարգման վրա, մինչև դրա հրապարակումը կամ սոցիալական հարթակներում տարածումը։ Հասմիկ Թումասյան, Վահագն Վարակյան, Հորիզոն։